այս տարի պայքարում են բոլոր տիտղոսների համար ներքին մրցաշարում եւ առաջինը հենց նրանք են վիճարկում։ Հանրապետական ստադիոնում բավականին շատ երկրպագուներ կան, ձախ կիսապաշտպանի դիրքում կխաղա այդ ֆուտբոլիստը Արադ Արմինյանը։ Այսօր նա մեկնարկային կազմում չէ, բայց Պլոշադնին է համար 92։ Ձախից համար 7 եւ կենտրոնում Նարդին Մուլա Հուսեյնովիչը համար 32։ Սանդրո Պերկովիչն էլ գլխավորում է Նոան։ Այսօր հենց Նոան է նոմինալ տանտերը։ Արթուր Սերոփյանը համար 77 եւ կենտրոնից կխաղա Ալիուն Նդուրը 25 համարով։ Այն Մուրադյանը գնդակի մոտ է, ահա մեկնարկը տրված է, խորամանկ խաղարկում են մտածել այսօր հյուրերի կարգավիճակում հանդես եկող ֆուտբոլիստները, բայց առաջխաղացման տարբերակ չգտան, ուստի որ անընդմեջ փոխվում է դարպասապահը։ Հիմա փոխանցում առաջ շատ լավ ներդեպի Հելդերը, անհաշվե նկատ, դուրն խլեց գնդակը, ինքը գնում է առաջ, սպասում է թիմակիցներին առանց նայելու փոխանցում Կամո Հովհաննիսյանին, բայց ախված, եթե լավ մարզավիճակում է, ապա միանգամից իր թիմը առավելությամբ կարող է խաղալ, ինչ Երուշ հիանալի է պտտվում այստեղ։ Զիդանը ինչպիսի անցում է, հարվածել է կատարում, բայց հիմա հակագրոհի անցել Արադ Արմենյան։ Նորից Զիդանն է գնդակով, նորից հարվածում է եւ խոցում դարպասը արտակարգ հարվածով։ Զիզուն խփում է իր առաջին գոլը եւ տեսեք ինչպես է հիացած ոճով հարված կատարեց պարզապես։ Հրաշք գոլ է խփում Զիդանը եւ թիմի առանցքային ֆուտբոլիստը Սուալեհ փոխանցումը հաջող չէ Նոան եւ նորից չեն հասկանում Հելդեր միացավ գրոյին Համբարձումյանը շատ լավ խաղացին այստեղ Հելդերի հետ Սացրից է փոխանցում Համբարձումյանը իդեպ գնդակը Կերուշ այդտեղ լավ աշխատեց Սուալեհ այս սա շատ բարձից փոխանցում էր Նարդինը պայքարեց անկրկիտ ներկայացրեց պատճառները թե ինչու է Բուենոն հարկավոր որպես լրացուցիչ կենտրոնական պաշտպան Հայաստանի հավաքականին։ Զիդանի փոխանցումը Պլոշադնի սխալ դուրս եկավ եւ Սուալեհեն Պորտուգալացին խաղում է Համբարձումյանի ուղղությամբ կրոս է կատարում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը եւ 7 ֆուտբոլիստ կա Նոայի դուգանային հրապարակում, սա հետեքի կրկին կենտրոն է ուղարկում Մանվելյան, հարվածը դարպասապահը կարողանում է հետ մղել եւ անկյունային խաղարկում են Նոայի ֆուտբոլիստները Սուալեհ դակա հասավ Սանգարեին, հարմարեցնում է ձախ ոտքին, հարվածում է սա 4 մասնակցությունն է նրանց սուպեր գավաթում Սանգարե շատ լավ փոխանցում էր Կոստակյոյը եւ նայել է վրիպում, որովհետեւ Պինտուն Արատը, Արաքսը եւ Նոան Մանվելյան հարվածում է հերվից, նորից Պինտուն իր առջև է Համբարձումյան փափուկ փոխանցում, բայց այստեղ թիմակից չկար Սուալեհն է հասցնում առաջանալ Հելդերի ուղղությամբ փոխանցում անցավ, ընկնում է Հելդերը եւ 11 մետրանոց 11 մետրանոց է վաստակում Պորտուգալացին, ահա եւ Նոայի ճնշումը տվեց իր արդյունքը Սս Էդգար Գրիգորյանը խախտեց կանոնները, եթե ճիշտ նկատեցի, ահա Հելդերը ցույց տվեց հարված, տանում է աճ եւ Էդգար այդ պահին նրա ոտքին է հարվածում, երբ փորձում էր փայկել Հելդեր Ֆերեյրա 1-1 Նոան հավասարեցնում է հաշիվը Հելդեր Ֆերեյրա հանդիպման 37-րդ րոպեին Նոան խփում է պատասխան գոլը ինքը վաստակեց ինքն էլ իրացրեց 11 մետրանոցը եւ մենք բավականին գոլ առատ առաջին կեսի համար 2 գոլ արդեն իսկ գոլ առատության նշան է Եվ բազմաթիվ գոլային պահերով հանդիպում ենք տեսնում Երկու թիմերն էլ հետաքրքիր է իրենց գոլերը խփում են այն ժամանակ Երբ բավականին առավելությամբ են խաղում Մի քանի պահ ստեղծում են, հետո հավասարեցնում հաշիվը Ահա, Նոայի երկրպագուները Նում է այն Նոայի մոտ, Հելդեր կրկին Համբարձումյան, բարձից փոխանցում Նարդինի առաջին հարվածը Արմենիային գրոհելիս չենք տեսել Կոստակե հսկայական տարածություն ունի արագանալու, գնդակը ընդունելու, կենտրոն խաղալու համար Հելդեր Կոստակե կրկին փակում է հարվածը Արասին Իսկ
Անկյունագծային փոխանցում Մանվելյան կրկին դեպի Հելդերն է խաղում Ֆերեյրա դեպի Մանվելյանը հասնում է նրան գնդակը փոխանցում կենտրոն ուղեր ընթացքից հարվածել բայց նախընտրեց ավելի այլ զարգացում Կոստակե հարված հետևի Սերոփյանի հարվածը հենց նման մտադրությամբ էր նդուրը կենտրոնում իսկ աչից Արթուր Սերոփյանը հեռվից հարված Սպասեց մի փոքր հետո խաղաց դեպի Հովանեսը նրա բարձից փոխանցումը Կոստակե արելի մնալ իսկ վերջերս այդ ստադիոնում խփեց վտանգավոր է հիմա Բուենո նայել է կորսնում Սուալեհե Նարդին գեղեցիկ փոխանցում էր Սանգարը իսկ Հելդերի ուղությամբ մի փոքր ուժեղ էր փոխանցումը ինչ է անում Հելդերը փայլուն փոխանցում փայլուն հարված կատարեց դարպասաձողին Պորտուգալացի դարպասապա տեսնենք ահա Ցածրից է նորից փոխանցում գալիս, հասնում է գնդակը Սանգարեին, նրա հարվածը շեղեր։ Խաղարկում են ցածրից, ստանդարտը, Գրիգորյան, հարվածում է հեռվից և դեպի Զիդանը հասնում է գնդակը։ Դադար է վերցնում, հարված է փնտրում, կատարում այն թույլ տա, տիրել նախաձեռնությանը, ապա ինչ-որ պահի միևնույն է գոլ բաց է թողնելու։ Հիմա վտանգավոր կարող է լինել Մուրադյան հարված և դեպի Հելդերը, շատ լավ փոխանցում էր Հելդերը, կատարում, Համբարձումյան կրկին և նորից մի փոքր բարձր է ստացվում փոխանցումը։ Սուալեհե, այսպես պտտվելով գնդակը գալի, հիմա նա նույնպես չի խաղում, իսկ սա Յակոլիշի փոխանցումն էր, նրա ֆիրմային երկար է նախապատրաստում փոխանցումը մոտակա դարպասաձողի ուղղությամբ Արասի աչ ոտքով է փոխանցում Գրիգորյանը վտանգավոր է հարված բարձր է խաղում է ձախ Սուալեհե նրա կրոսը տուգանային հրապարակ Նարդին Մուլահուսեյնովիչ հարվածը կենտրոնով է ստացվում և Պինտուն վերցնում է այն բացի այդ խախտել է կանոնները բոսնիացի հարձակվողը տեսնենք Սուալեհեն ինչպես կիրացնի այս անկյունայինը Բարսից փոխանցում, վտանգավոր կարող է լինել դարպասապահը լավ չէր տիրապետել դրվագին, բայց հիմա իր թիմը արդեն հակագրոհի է անցել Կամո Հովհաննիսյանը գնում է առաջ փոխանցում Տուգանային հրապարակ չհասցրեց Զիդանը ձգվել դեպի Մանվելյանը իրացնում է Տուգանայինը Բարսից փոխանցում, բայց Մաշնանային հատվածում Արադ Արմենյան հիմա Յակոլիշի հարվածը և մի Սուալեհե, հարվածում է հեռվի, պասապա այսօր շատ լավ մարզավիճակում է և եթե գործը հասնի 11 մետրանոցներին, նա լավ իրեն կդրսևորի, բայց Հելդերն է այլ կարծիքի, մաքուր է այստեղ խաղացել։ Տեսեք, Հելդերի անցումը և Արասի սանկում այստեղից միանշանակ չէ, խախտում կար թե ոչ և միանշանակ չէ Տուգանային հրապարակում էր թե ոչ։ Նրանք այլ տեսակետ կունենան, իսկ այդ ընթացքում Արադ Արմենյան է գրոհում, Ժիրայր Շաղոյան մի քանի տարբերակ ունի փոխանցման, իսկ նա հարված է շատ գոլ խփել, որը նաև 11 մետրանոցներն էր իրացնում։ Հիմա Օլիվեյրան փոխանցում է կատարում, որը ուժեղ էր։ Ռան ընդդեմ Պինտուի, պորտուգալական փոքրիկ դերբի, Հելդեր և անկյունն է խոցում։ Հելդեր Ֆերեյրան։ Օլիվեյրան ընդդեմ Պլոշադնու։ Օլիվեյրա այնպես է հարվածում, որ նույնիսկ երկուսն է ընդամենը փրկել։ Մանվելյան հարվածում է անկյունը շատ վստահ։ Այոնգո հարված կենտրոնով հարվածեց 11 մետրանոցից սև չկա Յակոլիշ հարված շատ լավն էր հարվածը կայի վրա է նա շեշտադրում դնում Էլոյան և գնդակը չանցավ Պլոշադնիի սեյվից հետո թվաց թե անդրադարձից հետո դարպասապահից կարող է անցնել դարպասային գիծը, բայց ոչ կրկնակի սեյվ է կատարում Ալեքսեյ Պլոշադնին և այլընտրանք չկա Արադ Արմենիայի համար Մուլահուսեյնովիչ կրակում է ուղիղ անկյունը Շաղոյանի հարվածը Ժիրայր Շաղոյան բարձր է հարվածում Ժիրայր Շաղոյանը Ռոբերտո Բաջոյ անում այս կարևոր պահին և Նոան Հայաստանի սուպեր գավաթակիրն է Ալեքսեյ Պլոշադնին հերոսանում է 4-2 հաշվով 11 մետրանոցներում հաղթում է Նոան
եւ դառնում Հայաստանի սուպեր գավաթակիր եւ այս պահին պաշտոնապես բոլոր տիտղոսները հայկական ակումբային ֆուտբոլում պատկանում են Նոային։ Հայաստանի դրոշը սկսեցին ծածանել եւ խնդրեմ գավաթը հանձնվում է Հովհաննես Համբարձումյանին եւ Նոան պաշտոնապես Հայաստանի սուպեր գավաթակիրն է։ Շնորհավորում ենք այս թիմին, բազմաթիվ երկրպագուներին, նրա խաղի մեծ հատվածում Նոան գերազանցեց Արարատ Արմենիային սկզբնամասը։ Արարատ Արմենիայի օգտիներ, բայց հետո Նոան առավելությամբ խաղաց եւ դարձավ հաղթող։